Կիևյան ուկրաինական այդ գունավոր հեղափոխության այդ Մայդանի ընթացքում զոհվածներին այդպես էլ անվանում էին երկնային հարյուրակ, իսկ Նիկոլ Փաշինյանը գունավոր հեղափոխությունների նկատմամբ հատուկ սեր ունի, որ ինքը գնացել էր եռաբլուր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելու, առնվազն 2000 հոգու զոհվելու ուղղակի մեղավորը իր իսկ խոստովանությամբ ինքն է։ Հիշատակի միասնական օր սահմանելը կարող է լինել առաջին քայլը ապրիլի 24-ը կամաց մեր օրացույցից դուրս բերելու համար։ Հայաստանում ընտրությունները իշխանափոխության համար չեն։ Ընտրությունները իշխանությունը պահպանելու համար։ Բոլորը տարբեր եթերներից խոսում են այսպես լուրջ դեմքերով խորհրդակցություններ են կացկացնում։ Տեսեք, այսօրվա իշխանություններին ԿՊ-ին ընտրությունների արդյունքները չեն հետաքրքրում առանձնապես։ Նրանք իրենց մեթոդներից են վախենում։ Սրա դեմը առնելու ձևը ընտրությունները չեն, մինչև ընտրությունները կազմակերպելիք պայքարն է։ Հավաքվեք իրար գլխի, համատեղ հայտարարությամբ, չգիտեմ, եթե պետք է գործողություններով, օրինակ երթերով ցույցերով, իշխանություններից միասնաբար պահանջեք ազատ արձակել քաղ բանտարկյալներին։ Այդպիսի հայտնի արտահայտություն կա, չէ՞։ Ասում են, եթե դու վախենում ես ինչ-որ բան ասել, թե չկհայտնվես բանտում, ուրեմն դու արդեն բանտում ես։ Մեկ 991 TV YouTube անալիքում ուղիղ խոսքն է բարևձեզ։ Հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է եւ Նիկոլ Փաշինյանն էլ իր ուղերձում հայտարարեց, թե արդեն ժողովուրդը այդ օրը անվանում է երկրային բանակի հիշատակի օր։ Շատերն էլ չարախնդում են կամ հայտնում են, թե ահա նոր տերմին է հորինել, չէ, իհարկե ինքը չի հորինել Կիևյան ուկրաինական այդ գունավոր հեղափոխության այդ Մայդանի ընթացքում զոհվածներին այդպես էլ անվանում էին երկնային հարյուրակ, իսկ Նիկոլ Փաշինյանը գունավոր հեղափոխությունների նկատմամբ հատուկ սեր ունի։ Ինչևէ, խնդիրը սա չի, խնդիրն այն է, որ իշխանությունների համար այդպես շատ հարմար էր միասնական հիշատակի օր սահմանելը, որովհետև այդ դեպքում կարծես թե միանգամից լղոզվում է ամեն ինչ կոնկրետ պատասխանատվություն, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ինքն է հայտարարել, որ այդքան զոհեր չէինք ունենենք, 44-օրյա պատերազմը իհարկե կարող է դադարեցնել եւ արդյունքում ունենանք նույն վիճակը, իհարկե առանց զոհեր։ Սա իր խոսքերն են, այսինքն այն որ ինքը գնացել էր եռաբլուր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելու, առնվազն 2000 հոգու զոհվելու ուղղակի մեղավորը իր իսկ խոստովանությամբ ինքն է։ Եվ իդեպ շատերը դա հենց այդպես էլ ընկալում են, դրա համար էլ զոհվածների հարազատներից շատերը գնացել են եռաբլուր, որպեսզի թույլ չտան, որ ահա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գան եւ ինչպես իրենք են ասում, անարգեն իրենց զոհերի հիշատակը։ Ինչևէ, սա մեկ, երկրորդն էլ նաեւ մտավախություն կա որոշակի հասարակական շրջանակներում, որ այսպիսի հիշատակի միասնական օր սահմանելը կարող է լինել առաջին քայլը ապրիլի 24-ը կամաց մեր օրացույցից դուրս բերելու համար, որովհետև դե դիացել արդեն մենք հիշատակի միասնական օր ունենք, ու երկու հատ չենք ունենա, առավելևս որ երևի մի անգամ այն պատահաբար հայրենիքի համար պաշտպանության զոհերի հիշատակի օրը սահմանվել Հոլոկոստի զոհերի հիշատակի միջազգային օրը հունվարի 27-ը, այո, ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես Հոլոկոստի հրեական ողջակեզի զոհերի հիշատակի օր։ Ինչևէ, հիմա անցնենք մի քիչ քաղաքական իրավիճակին, որովհետև ինչպես հայտնի է, այդպիսի խոսք կա, որ երբեք այնքան չեն ստում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ եւ որսից հետո, դե պատերազմի ժամանակվա ստերը մենք հիշում ենք, հիմա նախընտրական շրջանի ստերն են կամաց էժանում, որովհետև ընտրությունները մոտենում են եւ մենք տեսնում ենք, թե ինչպես են իշխանությունները փորձում այսպես ճոխացրած թվերով, ստերով, մանիպուլյացիաներով ներկայացնել իբր իրենց հաջողությունները, դե սա հասկանալի է, բոլորն էլ այդպես են անում, այստեղ որևէ նոր բան չկա, բայց ինչով է զբաղված ընդդիմությունը, ես կուզենայի մի քիչ այդ մասին խոսենք, որովհետև ընդդիմությունը, տեսեք, հարգելիներս, ընտրություններով Հայաստանում երբևէ իշխանություն չի փոխվել, երբևէ չի փոխվել։
Հայաստանում այլ կերպ է ընդունված։ Հայաստանում սկզբում որ ուժ գալիս է իշխանության, հետո նոր դա ամրագրում է ընտրությունների միջոցով։ Այդպես եղել է եւ 1990 թվականին դեռևս խորհրդային տարիներին, երբ խորհրդային տարիներից փլուզման ընթացքում, որովհետեւ շարժումը նախ գործնականում վերցրեց իշխանությունը, արդեն կոնկուրսը իշխանություն չուներ, արդեն փողոցում գործնական կյանքում, իրական կյանքում իշխանությունը շարժմանն էր պատկանում, հետո Գերագույն խորհրդի ընտրություններով դա սահմանվեց, հետո արդեն նախագահական ընտրություններ։ Նույնը եղավ 98 թվականին Ռոբերտ Քոչարյանը սկզբից պալատական հեղաշրջմամբ վերցրեց իշխանությունը, հետո նոր դա ամրագրեց արդեն ընտրություններով։ Նույնը եղավ 2008 թվականին, նույնը եղավ 2018 թվականին։ Նիկոլ Փաշինյանը ընտրություններով չի եկել իշխանության, նա սկզբից եկել է իշխանության ուժով եւ միայն ամիսներ հետո ընտրություններով ամրագրել է իր այդ իշխանությունը։ Այնպես որ Հայաստանում ընտրությունները իշխանափոխության համար չեն։ Ընտրությունները իշխանությունը պահպանելու համար են։ Այդպես երբ որ ասում բալա Նիկոլ Փաշինյանը ինչպես պիտի հեռանա, եթե ոչ ընտրություններով, պիտի հեռանա այնպես ինչպես եկել է, համաժողովրդական շարժման ալիքով, որից հետո միայն այդ ամեն ինչը կամրագրվի ընտրությունների միջոցով։ Իսկ տեսեք թե ինչով է զբաղված ընդդիմադիր ուժերը։ Նույնիսկ այն ուժերը, որոնք չգիտեմ 10, 15, 20 անդամ ունեն, որոնց որևէ մեկը չի ճանաչում, բոլորը տարբեր եթերներից խոսում են այսպես լուրջ դեմքերով, մենք հիմա իհարկե ֆորմատներ ենք քննարկում, ում հետ համագործակցել, ինչպես խորհրդակցություններ ենք անցկացնում։ Եղբայր, ինչ խորհրդակցություններ եք անցկացնում, այդ ամեն մեկը ունեք Նիկոլ Փաշինյանն ասած 0.000 չգիտեմ քանի տոկոս ձայն։ Ում են պետք, ում են հետաքրքիր ձեր խորհրդակցությունները ընդհանրապես։ Ինքներդ ձեզ դրել եք, չգիտեմ, ինչ-որ քաղաքական տիտանների տեղ հիմա էլ համագործակցում եք, ես եք անում, են եկան, իբր թե քննարկում եք, բանակցում եք, հա։ Միթե դժվար է, ասենք, օրինակ, Հայաստանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, բարձրաստիճան հոգևորականներ, տարբեր ոլորտից, օրինակ, քաղբանտարկյալ։ Տեսեք, լավ, բարդ է հավաքվել մի սենյակում, բոլոր այդ կուսակցությունները ընդդիմադիր։ Հավաքվեք մի սենյակում, մի հատ միասնական պահանջեք այդ մարդկանց ազատ արձակել։ Բարդ բան չի, չէ՞, ինչ որ քաղաքական տարաձայնությունների հարց չկա, իզմերի հարց չկա, չգիտեմ, սկզբունքային ինչ որ հարց չկա։ Ինչի՞ չեք անում։ Շատ պարզ բան։ Հավաքվեք լիդերներով, եթե ամեն մեկը ձեզ լիդեր եք համարում, հավաքվեք մի փակ սենյակում, այդպիսի փաստաթուղթ ստորագրեք, միասնաբար դուրս եկեք տեսախցիկների առաջ, ասեք, այստեղ չգիտեմ 40 կուսակցություն, 60 կուսակցություն, չգիտեմ, այսքան հասարակական կազմակերպություններ, միասնաբար պահանջում եք, դա ինչի չեք անում։ Բայց նայում են չէ, իրենք զբաղված են քաղաքական խորհրդակցություններով, բանակցություններով, այսինքն 0.001-ը գումարել են 0.001-ին, հա։ Իհարկե, սամեն ինչ մեջ ինչ-որ դրական բան էլ կա, օրինակ, մեր ձևով շարժման լիդերը հմեկի եթերում պատասխանում էր Պետրոս Ղազարյանի հարցերին, բավականին հստակ պրովոկացիաներ չտրվեց, իհարկե, երբ որ իրեն հարցնում էին, հա, ծառայել ես բանակում կամ Սամվել Կարապետյանի որդիները ծառայել են բանակում, իհարկե կարող էր ասել, դա իհարկե ծառայել են, ծառայել են նույն զորամասում, որտեղ Նիկոլ Փաշինյանն է ծառայել, օրինակ։ Խնդիրը դա չէ, բայց ծրագիր է ներկայացվում, հիմա կարող է ինչ-որ մեկին իրատեսական թվալ, անիրատեսական թվալ, տնտեսական ինչ-որ ծրագիր է ներկայացվում, շատ լավ։ Ում է պետք է ձեր փայլուն ծրագիրը, եթե չեք կարողանալու հասնել իշխանության։ Իսկ դուք ընտրությունների միջոցով չեք կարողանալու հասնել իշխանության։ Դրա համար պիտի այդպիսի միջավայր ստեղծվի, որ դուք կարողանաք նախ փաստացի իշխանության լծակներ, ոչ թե իշխանության լծակներին տիրապետել։ Ստեղծել են վիճակը համաժողովրդական շարժման ալիքի վրա, որ իշխանությունները չկարողանան վերարտադրվել ընտրությունների միջոցով։ Դա բարդ լինի։ Տեսեք, այսօրվա իշխանություններին ԿՊ-ին ընտրությունների արդյունքները չեն հետաքրքրում առանձնապես։ Նրանց հետաքրքրում է այն, նրանք շատ վախենում են այդ ընտրություններից։ Ոչ թե արդյունքներից են վախենում, այլ վախենում են, որ հանկարծ կարող է ստիպված լինեն
այնքան այլանդակ մեթոդներով ապահովել այդ արդյունքը, որ ժողովրդի համբերության բաժակը լցի, ժողովուրդը փողոց դուրս գա։ Նրանք իրենց մեթոդներից են վախենում եւ ոչ թե արդյունքներից, ամեն դեպքում իրենք արդյունքները ապահովելու են։ Բայց պիտի այնպես անել, որ այդ արդյունքները ապահովելը բարդ լինի։ Իհարկե նրանք դիմելու են ճնշումները գնալով ուժեղացնելու են, տեսնում եք հիմա արդեն քրեական նորանոր ինչ-որ գործեր են, հներն են վերաբացում, նորերը բազում այդ նոր ձևով շարժման այդ երիտասարդ լիդերի նկատմամբ էլ ինչ-որ քրեական վարույթ կա, թե ոնց է ազատվել բանակից եւ այլն, այդպես լինելու է վստահաբար, էլի է լինելու է, սրա դեմը առնելու տեղը ընտրությունները չեն, մինչև ընտրությունները կազմակերպելիք պայքարն է, ճակատն է, պիտի այդ միջավայրը ստեղծել, իսկ առանձին փոքր ուժերը հա նրանք կարող են ինչ-որ խնդիրներ փորձել լուծել, կապնել իրար ինչ-որ ուժ կա, ուժել չէ, ուժասել այդ մարդը անհետեթությունը, մեդիա դեմքերով իրենք իրենց կուսակցություն են անվանում, Եթե սիրուն անուն են հորինում, հա կարող են փորձեն միավորվել հայտնվել ազգային ժողովում, դրանից ինչ պիտի փոխվի, եթե խնդիրը իշխանափոխությունն է, իսկ եթե խնդիրը իշխանափոխություն է, ավելին ասեմ, հիմա արդեն երևի նույնիսկ ուշ է, որտեղ ընտրություններին 5 ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, սա պետք է վաղուց սկսել, երևի եմ ասում, ամենապարզ, ամենահարցը, որ ինչ տարաձայնություններ չկա, հավաքվեք իրար գլխի, համատեղ հայտարարությամբ, չգիտեմ, եթե պետք է գործողություններով, օրինակ երթերով, ցույցերով, իշխանություններից միասնաբար պահանջեք ազատ արձակել գաղ բանտարկյալներին։ Այդ թվում բարձրաստիճան հոգևորականներին առաջին հերթին։ Եթե դա չեք անում, ձեր այդ ամբողջ այդ նախընտրական ծրագրեր, խոստումներ, չգիտեմ, ելույթներ, նկարած տեսահոլովակներ, դրանք զրո են եւ ունենալու են զրո արդյունք։ Եթե ամենապարզ հարցի շուրջ չեք կարողանում համախմբվել, թե մտածում եք կարող է իշխանությունները նորանոր հալածանքներ սկսեն, հենց որ ակտիվ քայլեր անեք։ Դե դեպքում այդպիսի հայտնի արտահայտություն կա, չէ՞, ասում եթե դու վախենում ես ինչ-որ բան ասել, թե չկհայտնվես բանտում, ուրեմն դու արդեն բանտում ես։ Եվ եթե դուք վախենում եք պայքարել ամենապարզ, ամենաերևացող հարցի համար, այդ ոնց է գնալու ընտրություններում ինչի հիման վրա պիտի հասարակությունը ձեզ ցայնի։ Ինչևէ, կարծում եմ քաղաքական ուժերը գոնե սա կարող են։ Եթե չէ, որևէ մեկը հույս չունենա, թե ընտրություններով ինչ-որ բան է փոխվելու։ Այսօր այստեղ կհանդիպենք։